Ողջույն հարգարժան տիկնայք եւ պարոնայք, շարունակում ենք ներկայացնել մեր նախընտրական ծրագիրը։ Ինչպես մեր նախորդ թողարկումներում մենք ներկայացրեցինք, ամբողջությամբ ծրագիրը հենված է մեր 15 հանձնառությունների վրա։ Հենց այդ հանձնառություններն էլ հանդիսանում են որպես վերնագիր առանձին բաժինների։ Վերջին մեր թողարկման ժամանակ մենք ներկայացրեցինք առաջին մեր հանձնառության, այն է ինքնիշխան, ժողովրդավար, անվտանգ եւ արդիական Հայաստան, այնինչ մենք պարտավորվում ենք ապահովել, սկսեցինք ներկայացնել, թե որ բաղկացուցիչները մենք նկատի ունենք եւ որոնք են մեր տեսլականները, մեր մոտեցումները։ Շարունակենք այն։ Եվ ուրեմն Հայաստանը առաջին հերթին պետք է ապավինի իր ուժին եւ մրցունակությանը, որի հիմքը առաջանցիկ գիտելիքահեն, ռազմական, պաշտպանական, տնտեսական, քաղաքական ու հասարակական համակարգերն են։ Արտաքին եւ ներքին քաղաքականությունները պետք է լինեն փոխկապակցված եւ պայմանավորեն մեկը մյուսին, հանդիսանան միմյանց շարունակությունը ու լրացումը։ Մենք կներդնենք թվային կառավարման համակարգ կամ e-governance, պետական ծառայությունների թվայնացմամբ կխթանենք IT ոլորտը հարկային արտոնություններով եւ կապահովենք կիբերանվտանգությունը Եվրամիության ստանդարտներին համապատասխան։ Մեր թողարկմանը մասնակցում է նաև Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։ Ողջույն Արման։ Ողջույն։ Ինչ ենք մենք հասկանում այս ամենը արձանագրելով եւ ներկայացնելով, խնդրեմ։ Մենք Եվրամիության չափազանց հաջողված կոմպակտ երկրների արդյունավետ կառավարման փորձ ունենք մեր առջև, հատկապես Էստոնիան։ Այո։ Այդ իմաստով կարծում եմ արժե հատուկ ընդգծել, որը Եվրամիության ամենափոքր երկիրն է կարող ենք ասել, այո, բայց իր արդյունավետությամբ եւ իր կարեւորությամբ անփոխարինելի է ամբողջ եվրոպական ընտանիքի համար, որովհետեւ կարողացել են փաստորեն ստեղծել e-governance-ի կամ էլեկտրոնային կառավարման բացառիկ օրինակ։ Դեռ 2000-ականների վաղ 2000-ականներից սկսել են այդ աշխատանքները, երբ դեռ նույնիսկ Եվրամիության անդամ չեն եղել, բայց անդամակցության թեկնածության հայտ էին տվել, սկսել են այդ աշխատանքները եւ ըստ էության բացառիկ օրինակ են դարձել մեզ նման կոմպակտ երկրների համար արդյունավետությունը մի քանի անգամ ավելացնելու, որովհետեւ պարզ է, որ մենք պետական համակարգում այդ կարողությունները չունենք ահռելի, որպեսզի ուրեմն համակարգային, այսպես մարդկային ուժով կարողանանք համալրումները ապահովել, դրան փոխարինում է ուրեմն տեխնոլոգիան եւ էլեկտրոնային կառավարումը։ Այդ իմաստով կարծում եմ այն ջանքերը, որոնք գործադրվեցին հատկապես 18 թվականից հետո մեզ մոտ եւս ներդնելու էլեկտրոնային կառավարման մեխանիզմները բավարար չեն, որովհետև ես հիշում եմ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էր հատկապես համակարգում այդ աշխատանքները, հիմա ընդհանրապես դրանով կարծես թե էապես զբաղվող չկա։ Եվ այնպես չի, որ այդ փիլիսոփայությունն ենք մենք որդեգրել որպես քաղաքական որոշումների հիմք։ Այո, եւ հետեւողականություն չկա, իսկ այսպիսի աշխատանքը հետեւողականություն է ենթադրում մանավանդ մեր ժամանակներում։ Տեսեք, արհեստական բանականությունը ինչպիսի ահռելի փոփոխություններ է բերել։ Այսօր արդեն կառավարությունում ներդրվել են արհեստական բանականության մեր կառավարությունում որոշ էլեմենտներ եւ հազարավոր թափուր աշխատատեղեր են առաջ եկել, որովհետեւ փաստորեն այդ ֆունկցիաները AI-ն է կապել։ Այո, արհեստական բանականությունն է իրականացնում եւ մենք պիտի կարողանանք այդ մարդիկ, ովքեր որ լքում են պետական ապարատ, այդ մարդկանց ինչ որ հմտություններով օժտենք։ Վերապատրաստվել։ Այդ թվում նաեւ արհեստական բանականության ուղղությամբ, որովհետեւ այդտեղ ահռելի գիտելիք մատակարարելու կարիք կա, այդ մարդկանց հմտությունները, կարողությունները օգտագործելու կարիք կա, ուղղակի չափազանց կարևոր է, որ մենք այսպես ժամանակին համընթաց կարողանանք արձագանքել այս փոփոխություններին եւ մարդկանց անհրաժեշտ գիտելիքով օժտելով նրանց հնարավորություն տանք նորմալ փող աշխատել, նորմալ փող վաստակել
եւ արժանապատվորեն ապրել, աշխատել Հայաստանում։ Մենք այստեղ չափազանց կարևորում ենք կիբերամտանգություն, ինչպես դուք նշեցիք, հատկապես եվրոպական միության ստանդարտների հետ կապված, գիտեք, կիբերամտանգության մարտահրավերները ներքին եւ արտաքին անվտանգության այսպես համալիր հարցերին է առնչվում։ Մենք հատկապես արտաքին սպառնալիքներն ենք մշտապես նկատի ունենում, որոնք չափազանց կարևոր է իհարկե եւ այդ իմաստով մենք 44-օրյա պատերազմի օրերին անընդհատ տեսանք, թե ինչ խոցելի ենք մենք թշնամու համար, հակառակորդի համար եւ այդ իմաստով կարծում եմ ահռելի աշխատանք կա անելու, բայց ներքին կարողությունները դրա համար բավարար չեն։ Կարևոր է, որ մենք մեր առջև ունենանք եվրոպական օրինակը, իսկ եվրոպացիները արդեն հատկապես ռուսական կիբեր հարձակումներից լավ փորձ ունեն պաշտպանվելու, կարծում եմ այդ իմաստով մենք փոխարելու ահռելի նյութ ունենք։ Եվ սա մի առանձին համագործակցության ոլորտ է, որը այո, եւ կարծում եմ, որ մեր տեղեկատվական եւ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումները հատուկ պետք է ուրեմն ուշադրություն դարձնեն այս ոլորտին։ Բայց ես հատկապես կուզեի կիբերամտանգության ներքին նաև անվտանգության հարցեր շոշափել, գիտեք, մեր երեխաները դեռահաս մեր ուրեմն բնակչությունը երբեմն ծնողների ուշադրությունից այսպես դուրս են մնում եւ գիտեք հիմա թմրանյութերի ահռելի շրջանառություն կա եւ պետության կարողությունները բավարար չեն, որպեսզի կարողանան այդ զանգվածային ուղակի սպառնալիքը չեզոքացնել։ Տելեգրամյան ալիքներում թվային ոլորտում է շրջանառվում այդ ամենը, այո։ Եվ մեծ ջանքեր են գործադրվում իհարկե ներքին գործերի նախարարության կողմից, ես քանիցս խոսել եմ նախարարի հետ, հանդիպել եմ այս հարցով նաև, բայց դրանք բավարար չեն։ Այստեղ եւս կարծում եմ մենք պիտի մեր աչքի առջև ունենանք եվրոպական միության հատկապես փորձը, տեսնելու թե ինչպես կարող ենք մեր այս տարածքը ուղղակի սանիտարական մաքրման ենթարկենք։ Սա ուղղակի մեծագույն ազգային անվտանգության սպառնալիք է, ահռելի ծավալների թմրամիջոցներ, տարատեսակ, որոնք ունեն ուրեմն նաև կյանքի հետ անհամատեղելի նաև հատկանիշներ, պիտի դրանք կարողանանք ուրեմն մաքսիմալ վերցնել վերահսկողության տակ։ Մնացածը չորրորդ կետը հետևյալն է, որ Հայաստանի ինքնիշխանության հենց դուք ներքին խոչընդոտներից, սպառնալիքներից եք խոսում, ուրեմն Հայաստանի ինքնիշխանության ներքաղաքական խոչընդոտները կարող են վերանալ, երբ Հայաստանի իշխանությունները օրինակարգ են, լեգիտիմ, վայելում են ժողովրդի աջակցությունն ու չեն վախենում ներքին ժողովրդավարական գործընթացներից, երբ իշխանության բոլոր ճյուղերում կառավարող վերնախավը անխոցելի է ցանկացած տեսակի շանտաժի եւ կոմպրոմատի հանդեպ։ Մենք կշարունակենք ժողովրդավարության խորացումը իշխանության ճյուղերի հավասարակշռմամբ, վեթինգի կատարելագործմամբ եւ քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությամբ, քննության ենթարկելով եւ գնահատականներ ձևակերպելով մեր նորագույն պատմության բոլոր ժամանակաշրջաններին, հիմք ունենալով նաեւ միջազգային դատականատյանների որոշումները, մասնավորապես Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի 25 թվականի սեպտեմբերի 18-ի դատավճիռը կապված 2008-ի մարտի 1-ի ողբերգության հետ։ Համեցեք։ Շատ համապարփակ եւ ընդգրկուն ուրեմն հանձնառություն է, այդ իմաստով նշեմ, որ մենք լրջագույն խնդիրներ ունենք, հենց այսօր առավոտյան լրահոսում հետևում էի, որ օրինակ առաջիկա ընտրություններին մասնակցող առանցքային քաղաքական ուժերից մեկի ընտրական ցուցակում տեղ են գտել մարդիկ, ովքեր արդեն ընտրակաշառքի գործով, օրինակ խափանման միջոցներ են ընտրվում նրանց վերաբերյալ, նրանք արդեն ընտրակաշառքներ են բաժանում, մարդկանց են ներգրավում ինչ-որ նախընտրական
այսպես կոչված, հա, ինքնաբուխություն ցուցադրելու համար մարդկանց, այո, մարդկանց այստեղ հավաքագրում են, բերում մասնակից են դարձնում փողով, այդպիսի միջոցառումներ։ Հիմա այս մարդիկ հավակնում են այս որակներով, այս բարեվարկությամբ, այս հատկանիշներով ազգային ժողովում տեղ գտնել։ Մենք խոսում ենք իշխանությունների բոլոր հատվածներում բարեվարկության եւ վեթինգի մասին եւ խոսում ենք, որ նախ լեգիտիմության մասին, անխոցելի մարդիկ պիտի լինեն, որպեսզի դրանք շանտաժի ուրեմն որևէ տար չպարունակեն, այս խոցելիությամբ, որ մենք հիմա տեսնում ենք քաղաքական դաշտում, դատական իշխանությունը, դատախազական համակարգը, ազգային ժողովը, կառավարությունը լրջագույն խնդիր է պետության պարտականությունն է ֆիլտրեր ստեղծել, որոնք անհնար կդարձնեն խոցելի եւ շատ կասկածելի կապեր, առնչություններ, հատկապես երրորդ երկրի հետ եւ գործարար շրջանակների այսպես կոչված եւ Հայաստանի ինքնիշխան ապագայի հետ անհամատեղելի շրջանակների հետ, այդ թվում նաև հայկական, որտեղ Ռուսաստանում գոյություն ունեն բարձվում է կազմակերպություններ, որոնք ուրեմն հաշտ չեն Հայաստանի անկախ գոյության հետ, եւ իրենց երկրներում ուղղակի այսպես անխոչնդոտ պայքար են մղում Հայաստանի պետականության դեմ։ Այդ շրջանակները եւս Հայաստանի համար պետք է հրճակվեն անցանկալի։ Օրինակ Ռուսաստանի հայերի միությունը անթաքույց պայքար է տանում Հայաստանում օրինակարգ իշխանության դեմ։ Հիմա գիտեք կարող ենք չսիրել Նիկոլ Փաշինյանին, կարող են ինձ չսիրել, երրորդին չսիրել, բայց Հայաստանը եւ Հայաստանի նշանակությունը մի սահման է, որի նկատմամբ կարծում եմ պետք է բոլորս աչալուրջ լինենք եւ խոր ակնածանք ունենանք։ Ընտրություններ են։ Բոլորս համաձայնել ենք այս ընտրակարգով, այս մասնակիցների շրջանակով մասնակցել ընտրությունների։ Ձայն բազմած, ձայն Աստծո, վերջ։ Եվ կարող ենք չսիրել այդ ընտրությունների արդյունքները։ Շատ հաշտ չլինել այդ ընտրությունների, այո, մենք շատ ավելի կոշտ միջոցների, օրինակ նախընտրական միջոցների կողմնակից էինք եւ շարունակում ենք այդպեսին լինել։ Վկայաբերում ենք միջազգային դատարանի, ինչպես դուք նշեցիք, նաեւ որոշումներ, որոնք արդեն հնարավորություն կտային ուղղակի այս աղբը հեռացնել եւ մաքուր նորմալ քաղաքական դերակատարներով մասնակցել ընտրություններին։ Այս իշխանությունը այլ պատկերացում ունի։ Իրանք գուցե թերապևտիկ միջոցներ են պատկերացնում, որոնք ուղղակի այս մետաստազների, այս քաղցկեղի այլևս վերջին հանգրվանում գտնվող այս իրավիճակում ուղղակի անկարելի է։ Դուք էլ մասնագիտության բժիշկ եք, կարող եք ախտորոշել այս վիճակում քաղցկեղի այս ստադիայում հնարավոր է բուժում դեղով, օրինակ, չգիտեմ, անալգինով բուժել օրինակ բանը, քաղցկեղի այն արդեն ամենածանր իրավիճակը։ Բայց իշխանությունները որոշել են թույլ տալ օրինակ այս ուժերին, ուղղակի մարդասպաններին, ժողովրդավարության թշնամիներին մասնակցել առաջիկա ընտրությունների։ Բարի եղեք ճանաչել այդ իշխանությունը, այդ ընտրությունների արդյունքները եւ առհասարակ այդ ընտրությունների արդյունքներով ձևավորված իշխանությունը համարել օրինակարգ, լեգիտիմ եւ հաշտ լինել այդ իրողության հետ։ Ու սա վերաբերում է իհարկե առաջին հերթին Հայաստանի քաղաքական, հասարակական միջավայրին, բայց որ ամենակարևորը նաեւ Սփյուռքը իր բոլոր հատվածներով պիտի ճանաչի Հայաստանի այս ընտրությունը եւ պիտի ուրեմն դիրքավորվի այնպես, որ նաև համագործակցության պատրաստակամություն ունենա։ Իհարկե շատ հարցերում մենք էլ ունենք անհամաձայնություններ եւ գործող իշխանությունները գուցե կարող էին ավելի աչալուրջ լինել, որովհետեւ Սփյուռքի նշանակությունը, կարեւորությունը իմ համոզմամբ դեռևս ամբողջությամբ բացահայտված չէ, իսկ Հայաստանի արչեւ առաջացած սպառնալիքները, մարտահրավերները ուղղակի նաև մեզ պարտավորեցնում են
հատկապես արտաքին մարտահրավերների դիմագրավման համար անպայման ապավինել նաև Սփյուռքի ուժին, որովհետև մեր նման փոքր կոմպակտ ազգերը ուղղակի կերազեին ունենալ այն սփյուռքյան կարողությունը, որը մենք ունենք դրսում եւ որի նպատակը պիտի լիներ ուժեղ դիմակայուն դիմադրողունակ Հայաստան ունենալը եւ ես կարծում եմ որ ոչինչ ավարտված չէ, ամեն ինչ արժևում է, Հայաստանը ահռելի անելիք ունի ոչ միայն ստանալու տեսանկյունից, այլև տալու, որպեսզի մենք կարողանանք ուրեմն համարժեք նաեւ մեր երկրի եւ ներքին եւ արտաքին սպառնալիքներին արժանիորեն դիմակայել, դիմագրավել։ Իդեպ մասամբ էլ անդրադարձակ մենք ստեղ եւս հաջորդ 5-րդ կետն է այս հանձնառության մեջ դա օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ նախինում համագործակցած անձանց գաղտնաձեռնումը լյուստրացիա հրամայական է երկրի անվտանգության ու պաշտպանության, տնտեսության եւ էներգետիկայի, արտաքին եւ ներքին քաղաքականությունների կարևորագույն հարցերով ընդունվող որոշումների վրա արտաքին ազդեցություններն ու ճնշումները, ժողովրդավարության եւ ազատությունների դեմ հնարավոր ոտնձգությունները չեզոքացնելու եւ իսպառ բացառելու նպատակով։ Մենք կներդնենք լյուստրացիայի մեխանիզմներ համապատասխանեցնելով եվրոպական փորձաքննությանը եւ լավագույն պրակտիկաներին։ Մենք այս հարցով բազմիցս տարիների վեր խոսել ենք սրա անհրաժեշտության մասին եւ մենք օրինակ մի այսպես բացառիկ օրինակ տեսանք, երբ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը մի անձի վերաբերյալ ներկայացրեց տեղեկանք նրա հավաքագրված լինելու մասին, բայց միթե միակ եւ վերջին ագենտն էր այդ անձը։ Խնդրում։ Այստեղ էլ կարծում եմ, որ այդ սելեկտիվ մոտեցումը անընդունելի է։ Մենք ուղղակի պիտի շատ զգույշ լինենք, առհասարակ որպես փոքր ժողովուրդ լյուստրացիան կարող է կործանարար, այսպես նաև հետևանքներ առաջ բերել, բայց լյուստրացիան կարծում եմ անհրաժեշտ է հատկապես այն պաշտոնյաների համար, ովքեր ձգտում են կամ հավակնում են բարձրաստիճան այսպես պաշտոնների, օրինակ ազգային ժողովի պատգամավոր չեն կարող լինել պետության թշնամիներ։ Օրինակ դատավոր չի կարող, դատախազ չի կարող պետության մեղադրանքը չի կարող պաշտպանել մարդ, ով հավաքագրված է եղել երրորդ երկրի, օրինակ հատուկ ծառայությունների կողմից։ Ազգային անվտանգության ծառայությունում չի կարող աշխատել որևէ մեկը, ով երբևէ հրահանգներ է ստացել երրորդ երկրի օրինակ հատուկ ծառայություններից։ Արտաքին հետախուզական ծառայությունում չի կարող աշխատանքի անցնել մարդ, ով երբևէ առնչվել է քրեական կամ արտաքին հետախուզական ծառայությունների հետ։ Ես կարծում եմ, որ մենք ինչ որ մարդկանց եւ պաշտոնների ու պարտականությունների դասախոս չի կարող լինել, նաեւ մարդ, ով կարող էր հատուկ օտարերկրյա հատուկ ծառայությունների օրինակ գործակալ լինել։ FSB-ից մեդալ ստանա Facebook-ում հոգևորական չի կարող լինել առավել եւս, որովհետեւ չափազանց կարեւոր է որպեսի նրա խոսքը բխի միայն պետության շահից եւ նրա քարոզները միայն լինեն մեր պետությունը ամրացնելու հոգևոր իմաստով, հոգևոր անվտանգությունը ապահովելու տեսանկյունից։ Եվ այս իմաստով, եթե մենք չենք անում նույնիսկ մասսայական լյուստրացիա, ապա պետք է անել սկսել առնվազն եւ տեղեկանքները, որոնք տրվում են մինչեւ ուրեմն համապատասխան պաշտոնի նշանակումը, պիտի ամբողջական այդ ինֆորմացիան պարունակեն, թեև թեկուզ առանց ամբողջական հրապարակման, բայց դրանք կարևոր են նաև մարդուն կարևոր պաշտոնի նշանակելիս։ Այս դրույթը քննարկելիս ուզում եմ օրինակ խոսենք վերջերս ընդամենը 2-3 տարի առաջ Արդարադատության նախարարի կողմից քրեակատարողական ծառայության պետ էր նշանակվել մեկը, ով մարտի 1-ի գործով քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալն էր եւ ով մարտի 1-ի գործով անցնող մարդը խոստովանել է, որ պարկուճները ինքն է կեղծել։ Անձնապես։
Դուք հասկանում եք այդ մարդու այս լիուբոլ դարում գտնել այդ պարազիտին, բերել նշանակել քրեակատարողական ծառայության պետ։ Եվ պատահաբար դրա մասին բացահայտվում է պետաիրավական թե պաշտպանության հարցերի հանձնաժողովի ինչ որ մի քննարկման ժամանակ Անդրանիկ Քոչարյանը որպես փաստահավաք խմբի նախկին ուրեմն անդամ Սեյդա Սաֆարյանի հետ բացահայտում ասում ինչ գործ ունի այս մարդը այստեղ ոնց է տեսնել ճակատագրեր է տնօրինում քրեակատարողական ծառայություն Եվ ուղղակի սա թույլ չտալու համար, այդ նշանակում է, որ ուղղակի պետությունը չի աշխատում, որ պետական մարմինները իրենց տեղում չեն։ Դրա համար մենք խոսում ենք, որ ուժեղ Հայաստանը չեն կարող մարդիկ ապահովել։ Օրենքը եւ ինստիտուտները կարող են բացառապես երկրի ամրությունն ու դիմադրողունակությունը ապահովել եւ երաշխավորել եւ մեր պատկերացումը ուժեղ երկրի մասին ուրեմն անձերի վրա չի հիմնված, այլ ինստիտուտների, օրենքի եւ օրինականության։ 6-րդը երկրի ինքնիշխանության տնտեսական խոչընդոտները կարող են վերանալ, երբ պետությունը պարենային, էներգետիկ, սոցիալական ու այլ անվտանգությունների առումով ունի ինքնաբավության նվազագույն բազային մակարդակ, այդ բնագավառներում ինքնիշխան նպատակներ հետապնդելու կամք եւ վճռականություն, իսկ քաղաքացին էլ ապրում է բարեկեցիկ կյանքով, այլ ոչ թե անզոր ու անպաշտպան է կենսական հանրային ծառայություններ, գազամատակարարում, էլեկտրամատակարարում, տրանսպորտային փոխադրումներ եւ այլն, մատուցող օտարերկրյա ընկերությունների կամայական սակագնային շանտաժներին, մենաշնորային ու գերշահույթ ստանալու քաղաքականությանը դեմ հանդիման։ Մենք խրախուս ենք էներգետիկ դիվերսիֆիկացիան, վերականգնվող աղբյուրների ներդրմամբ եւ Եվրամիության հետ տնտեսական համագործակցության խորացմամբ, ԱՄՆ-ի հետ համատեղ մեր միջուկային էներգետիկան եւ էներգիայի կուտակման հզորությունները զարգացնելով որպես բացարձակ առաջնահերթություն։ Խնդրեմ։ Դե ուղղակի առանցքային եւ հիմնարար դրույթ է պարենային անվտանգություն, էներգետիկ անկախություն, գազ, սրանք Հայաստանի համար ունեն կենսական նշանակություն։ Եվ էլի գալիս ենք հարցին, թե մենք ինչպես ենք պատրաստվում, օրինակ, այս գերկախված իրավիճակը արտաքին ներմուծումներից հաղթահարել։ Այսօր մենք ծորեն ենք ներկրում մեր ներքին կարիքների մոտ 80%-ով։ Մի տեղից։ Այն էլ մի տեղից։ Եվ սա լրջագույն մարտահրավեր է ու սպառնալիք, մանավանդ այդ տեղը, որտեղից որ մենք ներկրում ենք, սպառնալիքներ է հնչեցնում եւ գործիքավորում է այդ կախվածությունը եւ սա չափազանց լուրջ խնդիր է թե մենք ինչպես ենք դիրքավորվում ներսում եւ ինչպես ենք պատրաստվում ուրեմն առասարակ մեր գյուղատնտեսական պոտենցիալը ագրարային պոտենցիալը յուրացնել։ Գիտեք, մենք սրա մասով մենք այցելել ենք բազմաթիվ գյուղական բնակավայրեր, 30-ից ավել town hall ձևաչափով հանդիպումների արդյունքում տեսել ենք, թե անջրտի, անմշակ ինչպիսի ահռելի տարածքներ կան եւ մոտավորապես խորհրդային ժամանակներից հետո կիսով չափ կիսվել են ուրեմն մշակվող տարածքները անմշակ է ուրեմն հազարավոր հեկտարներով այդ տարածքները մի մասն էլ այսպես ոչ արդյունավետ կերպով է մշակվում, այսինքն պետությունը այդտեղ եւս անելիք ունի, որպեսզի կարողանանք եվրոպական ստանդարտներ այդտեղ բերել եւ հատկապես ջրի արդյունավետ կառավարման տեսանկյունից, իսկ գիտեք մեր ժամանակներում ջուրը դառնում է ամեն օր ավելի ու ավելի թանկ եւ անփոխարինելի հարստություն, ինչը մենք ունենք, բայց դա անսպառ չի եւ պետք է կարողանալ եղածը արդյունավետ կերպով ուրեմն օգտագործել։ Դուք մշտապես բերում եք Իսրայելի օրինակը եւ չափազանց կարեւոր է որպեսզի դա ունենանք մեր մտքում, թե ինչպես կարող էր անապատային
երկիրը, որը բարիս բուն իմաստով անապատային էր, տարիների ընթացքում վերափոխվել դառնալ խիտ այգի եւ ագրարային երկիր, որ այսօր Եվրամիության երկրներ մաքուր օրգանական, ուրեմն գյուղատնտեսական արտադրանք է արտահանում։ Բարձրարժեք արտադրանք, որը նաև ապահովում է ներքին սպառողին, հարստություն իր քաղաքացու։ Այո, որտեղ քաղաքացու առողջությունը առաջին հերթին այդ ստանդարտները, որոնք եվրոպական են կոչում, առաջին հերթին անհրաժեշտ է մեզ, որտեղ բարենային անվտանգության միայն ոչ միայն ծավալներն են կարևոր, այլև որակը, որովհետև ինչ որ պահից սկսած, այո, երբ որ մենք մեր տնտեսության ռելսերը կդնենք եվրոպական ռելսերի վրա, պեստիցիդների խնդիր կա եւ այդ ուրեմն սիլիտրան, որ մենք ներկրում ենք, դա առաջին հերթին մեր առողջության հաշվին է, մեր երեխաների առողջության հաշվին է։ Այստեղ համալիր խնդիրներ կան, աղբահանությունից բռնած մինչև ուրեմն գյուղատնտեսական այդ հատկապես ուրեմն արտադրանքի որակը եւ այն միջոցները, որոնք որ գործադրվում են։ Ես անձնապես Երևանի ամենամեծ աղբավայր եմ այցելել եւ վաղ առավոտյան տեսել եմ, թե ինչպես են տասնյակ խոշոր եղջերավոր անասուններ արածում աղբավայրում։ Եվ որևէ վերահսկողություն չկա այդտեղ, այդ անասուններից հետո կաթ է դուրս գալիս, կաթը ամենայն հավանականությամբ նաև մեր երեխաներն են օգտվում եւ պատկերացրեք դրա ուրեմն հետևանքները։ Իդեպ ասեմ, որ աղբավայրը եւ աղբի վերամշակումը Եվրամիության կարևորագույն պահանջներից է եւ նույնիսկ վիզայի ազատականացման համար կարևոր նախապայմաններից պիտի ասեմ, որ առաջիկայում հուսամ, որ այդ զարգացումները մեզ ուղղակի արդեն պարտադրանքի ուժով կստիպեն, որպեսզի վերանայենք գոնե այդ էկո աղետալի եւ հիանալի փորձ ունի ներդրողներ ունի, ընկերություններ կան, որոնք եւ այդ աղբը կարող է դառնալ էներգիայի աղբյուր։ Ես նախորդ գումարման ազգային ժողովի որպես պատգամավոր նաեւ քննարկել եմ ներդրողների, պոտենցիալ ներդրողների հետ, ովքեր ցանկանում էին, որ այդ թաց աղբը վերածեին ուրեմն գազի եւ մենք կարող էինք մեր գազի պաշարների շատ շոշափելի տոկոս ստանալ հենց աղբից։ Էլ չեմ ասում, որ չոր մնացորդ աղբի կարող էր դառնալ նաև ասֆալտ եւ մեր ճանապարհների համար շատ ամուր ուրեմն որպես նյութ օգտագործվել։ Բայց ես հատկապես ուզում եմ կանգնել էներգետիկայի վրա, այս ուղղությամբ մենք ահռելի աշխատանք ենք իրականացրել նաև մենք միասին Միացյալ Նահանգներում ենք խոսել 22 թվականի դեկտեմբեր ամսին պաշտոնյաների հետ եւ այն ժամանակ դեռևս մենք տեսնում էինք, որ Հայաստանի համար այս ուղղությունը ունի կենսական նշանակություն եւ շատ ուրախ եմ, որ հայ-ամերիկյան ռազմավարական ստրատեգիական գործընկերության այդ փաստաթղթում կարևոր տեղ է զբաղեցնում մեր անվտանգության ապահովման էներգետիկ հաղթեսանկյունից էներգետիկ բաղկացուցիչը իդեպ ամերիկացիներն են, որոնք ուսումնասիրել են նաև Հայաստանի համար այսպես բազմա շերտ էներգետիկ անվտանգություն ապահովող բարձիկներ եւ դրանցում փաստորեն դիտարկել էներգետիկան որպես առանցքային։ Հույս ունեմ, որ առաջիկայում վերջապես կհայտարարվի, որ մենք Միացյալ Նահանգների հետ ենք մոդուլային առաջին ատոմային էլեկտրակայանը կառուցելու եւ մենք հիմա օրինակներ ունենք մեր աչքի առջեւ, բոլորն են կարծես թե անցնում մոդուլային էլեկտրակայանների ատոմային եւ այստեղ չափազանց կարեւոր է, որպեսզի մենք գործող ատոմակայանի գործողության ժամկետը կարողանանք անվտանգ կերպով հասնել մինչեւ 2036 թվականը եւ եթե Ռուսաստանը կհրաժարվի դրանում մասնակցել, մենք պիտի Արևելյան Եվրոպայի փորձը ներառենք եւ ուրեմն
խորհրդային, այսպես մոդելի ատոմական դրա աշխատանքը երկարաձգելու ուղղությամբ աշխատանքներ պիտի տանենք էլի նույն ամերիկացիների հետ եւ զուգահեռ ուրեմն նորը կառուցելու ուղղությամբ աշխատանքներ տանենք, բայց այստեղ իհարկե վերականգնվող էներգետիկայի հետ կապված աշխատանքներ կան, այդտեղ էլ արևմուտքը անփոխարինելի գործընկեր է եւ Եվրամիության փորձը ուղղակի պիտի մեր աչքի առջև ունենանք, սա մեզ համար առանցքային հարց է, հատկապես նաև գազի ուրեմն ուղղությամբ պետք է աշխատանքներ տանել, կենտրոնական Ասիան կողքներս է, ոչ ոք ռուսական գազի դեմ չի, բայց կարծում եմ ռուսական գազը չպետք է լինի միակը, որը գազից բացի ամեն ինչ է բացի գազ, ճնշման տեսանկյունից, քաղաքական մահակի տեսանկյունից, ուրեմն նաև քաղաքական կամք թելադրելու եւ ուրեմն մեր անկախությունը նսեմացնելու գործիք է։ Վերջերս էլի Պուտինի հետ քննարկումների ժամանակ ինչ որ $170 մասին էր քննարկվում, որի ռուսները մեզ գազը տալիս են $170, երբ մեր սպառողը $400-ից պակաս չի վճարում դրա համար, ուրեմն այդքան սարսափելի չեն այդ սպառնալիքները, պետք է ուղղակի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վերջապես այդ մտածածին այդ բանը, հա, միջև սահմանի գին, սահմանից հետո ուրիշ գին, պետք է հասկանալ եւ այդ գնի շուրջ վերջնական ուրեմն ինչ որ հարցով պայմանավորվել։ Կարծում եմ թուրքմենական գազը, ղազախական գազը եւ ադրբեջանական գազը, իրանական գազը ապագայում շատ կարեւոր այլընտրանքներ են։ Մենք այս աղբյուրները պիտի բազմազանեցնենք եւ դա հավելյալ թե անվտանգային եւ թե էներգետիկ իմաստով կարևորագույն ուրեմն հորիզոններ են Հայաստանի համար։ Շնորհակալություն հարգարժան տիկնայք եւ պարոնայք, մենք կշարունակենք ներկայացնել մեր ծրագիրը հաջորդ թողարկումներում։ Մինչ նոր հանդիպում, խաղաղություն եւ բարի նվաճ։